Ժողովուրդ ջան, ողջույն ձեզ։ Լավ է, որ այս ամանորյա գործերի մեջ պատրաստությունների ու նվերների հորձանուտում ժամանակ եք գտել ինձ միանալու։ Հիմա կմտածեք, թե ինչ նվերներ եմ չէ փաթեթավորում, կասեմ, բայց վերջում։ Իսկ մինչ այդ եկեք միասին վերհիշենք մեր այս տարվա ուղղությունները։ Գնացեք։ Love it, ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա։ 2025 թվականի մեր առաջիկ անկառը Գյումրին էր, քաղաք, որը տարեստարի ավելի է գեղեցկանում, միաժամանակ պահելով իր հնության շունչը ճարտարապետության ու մշակույթի մեջ, վայր, որտեղ ապրում են հումորով ու տաղանդավոր մարդիկ։ Վատ չէ, եթե այդ հումորն է չապուծի ունի չէ, մարդկաց է կրնա հումորին է, բայց են աշճանի հումորը կրնայանոր, նույնիսկ սկսենք վիրավորական են էտ իմացունի համար, ու ինքը դիք էտ հումորը կենի առանց հաշկնավոր ու վիրավոր էտ իմացունի, պես հասկացություններ եկան։ Ռոման, գնում եմ ես։ Հաջող կուրիկ կարգանա։ Գնում եմ ես։ Աստված է։ Քու հետ էլ։ Մերսի։ Բայց համար դու զանգ եմ որտեղ հասնես ստեղ ես ասել։ Տեղ հասնեմ կկրակեմ։ Լավ։ Ինչով։ Զենքով։ Իմ սիրտ սևատ, դու ես վազելով միջև Բերլին եմ ասել, դու ովեն օր կրնանան ինձ հետ ոտ գցեն, մեկ է ուր էլ վազեն, սեղ պտի գան, երգիրը կլոր էր։ Իսկ հիմա տեղափոխվենք Կոտայքի մարզի ամենագեղեցիկ գյուղերից մեկը, որը առանձնանում է իր ջրվեժով, վայր, որը գրավում է այցելուներին տարվա բոլոր եղանակներին։ Գյուղ այցելելիս կհանդիպեք պատերին պատկերված մեղուներին, ինչն էլ գյուղին տալիս է յուրահատուկ կոլորիտ և անմիջապես տպավորող տեսք։ Իսկ սառույցները չեն ջարդվի, չէ։ Էլ չէ։ Էլ չէ։ Որտեւ արդեն ջարդվում է։ Ջրվեժը։ Վաու, էս ինձ սիրուն է։ Հիմա այդ գարնանքն։ Տեղ կանգնենք։ Վաու։ Գիտեմ, որ այս հատվածն էլ է սառում, բայց հիմա չէ, սառած չէ։ Չհանդիպեցինք շատ մարդկանց, ում հետ կարող էինք զրուցել։ Բայց դրա մեղավորը ես չեմ, մեղավորը եղանակն է, հասկանում եք։ Բայց հույս ունեմ, որ ինչ որ չափով կարողացանք ձեզ փոխանցել այս հրաշք գյուղի կոլորիտը, էներգիան, ջերմությունը, բնությունը։ Ձմեռվա ճիշտ սեզոնին մենք նաև այցելեցինք Ծաղկաձոր։ Դա Հայաստանի այն վայրերից է, որը ձեզ կկանչի ձմռան ցուրտ օրերին հետաքրքիր ու ակտիվ ժամանց ապահովելով։ Ծաղկաձորում գրավիչ է նաև Չկնաղ Կեչարես եկեղեցին և իհարկե ժամանցի գլխավոր կենտրոնը Ճոպանուղին։ Շատ չարչարեցի Արշակին, հա։ Հա։ Պետք ասիր չէ, մենք տենցինք պայմանով։ Մեկ, երկուս 26, 45, այո! Այ մամա ջան, այս ինչ բարձր է, բայց հա է սա։ Հաջորդ մեր կանգառը Թթու ջուրն է։ Այս գյուղը ձեզ կգրավի իր բարձրադիր գեղատեսիլ լեռներով, որոնց կարելի է անվերջ նայել ու չհոգնել։ Գրավիչ են նաև անտառները, որոնք տնկվել են հենց բնակիչների կողմից, ապահովելով թե գյուղի գեղեցիկ տեսքը, թե մաքուր օդը։ Գյուղի կյանքը հանգիստ է, իսկ բնակիչները ակտիվ, աշխատասեր ու բարի։ Ասма պապս ասում էր չէի լսում, ասма ինչ էր ասում, ասма դե չէի լսում։ Հիմա ձենն է։
ասում եք չեմ հիշում, պապիներին եմ հիշում։ Յա։ Ձեր բարբառը լավն է, բարբառը խոսեք։ Անձանիկ, դու մի հումորային մի բան պատմի, անեկդոտ։ Ես էլ չեմ հիշում։ Այժմ ուղևորվենք Վայոց ձոր, գահավիժող ժայռերի երկիր, որն իր մեջ կրում է մեր ուժի խորհրդանիշը։ Վայոց ձորում մեր կանգառը Եղեգնաձորն էր, քաղաք, որը դեռ ունի խնամքի, ներդրման եւ զարգացման կարիք, բայց դա ոչ մի կերպ չի խանգարում, որ այստեղ մշակույթը շարունակի ապրել։ Տաղանդավոր մարդիկ ստեղծեն, արարեն եւ չկորցնեն իրենց յուրահատուկ կերպարն ու գույնը։ Ես ունեցել եմ 4 աղջիկ, 4 աղջիկ, ամեն մեկը իրաց ընտանիքն ունեն, ամեն մեկը բան, բայց սիրում են մեզ էլ անչափ։ Հորիզոնը ուղեկցում է դեպի անհաս երազներ, ճամփաները ինձ տանում է դեպի Հիմա ուղևորվում ենք դեպի Արագածոտնի մարզ Թալին քաղաք։ Քաղաք, որն ունի հազարամյակների պատմություն, հարուստ է իր մշակութային ժառանգությամբ, համեստ ու ջերմահոգի մարդկանցով։ Թալինը քաղաք է, որտեղ հայկական ավանդույթներն ու հայրենասիրությունը ապրում են կողք կողքի, լրացնելով ու ամրապնդելով հայ տեսակը։ Պատական ավրիշ լավա, կաստեղ մեկ անլրդիները։ Ինչեր։ Անլրդիները։ Բեմ անլրդիները։ Անլրդին որն է, յանի։ Անլրդի անտաստիրակ երեխեք։ Անտաստիրակ երեխեք են, խի։ Շատ կան դες։ Քաղաքի անունը ըստ լեգենդի առաջացել է իշխանի կնոջ Թալինա անվանումից, ով սպանում է իրեն, որպեսզի չգերեվարվի թշնամու կողմից, պաշտպանելով իր հայրենիքը մինչև վերջ։ Այսօր Թալինը շարունակում է մնալ պատմական վայր, ամուր կապված հայկական ինքնության հետ։ Լոռու մարզը միշտ պարզ է, միշտ մաքուր, միշտ բարեհոգի ու կենսախին, իսկ Ստեփանավանը առանձնանում է հատկապես իր մարդկանցով, ջերմ ու յուրահատուկ։ Քաղաքը ունի սքանչելի բնություն, մշակութային հետաքրքիր վայրեր, յուրահատուկ ու տաղանդավոր դեմքեր։ Ահա այսպիսին է մեր Հայաստան աշխարհի յուրահատուկ քաղաքներից մեկը։ Արևի
կինը ու ինչը կլինի սխալ ստեղծած։ Ոնց գցում բռնեմ երկուսն էլ կինն է։ Չէ։ Աշխատում եք ստեղ։ Անպայման։ Ոայ, կարուսել։ Այո, կարուսել։ Կլի ես էլ նստեմ ինքնաթիռ։ Լրիվ։ Կարուսել։ Այո, ծածկի երկինքը բարձ է, կգա մի օր, բախտը կգա։ Սյունյաց աշխարհ ասելիս մնացած բառերը ավելորդ են դառնում։ Նավասարդի տոն, հին նոր տարի, որը նշեցինք Սիսիանում։ Քաղաք, որը հայտնի է իր տեսարժան վայրերով, եռանդուն, հայրենասեր ու քաջ մարդկանցով։ Այս քաղաքը միշտ ջերմ է, մաքուր ու սրտաբաց։ Բալիկներ չունես։ Պուճր բալիկներ։ Այո։ Մեծ էլ չունեմ։ Ձեր ինչքան է։ Հաջան։ Ձեր պուճր բալիկը քանի է։ Իմ պուճր բալիկը ես չունեմ բալիկներ։ Դու գիտեք ունես։ Սականի ներկայացում եմ վաճառքին, էլի հանում դրա համար։ Հա, ուզում եք շորտ ծախեիք իմ վրա։ Այո։ Հա, երեխա ունենայի նոր։ Հա։ Այդտենց ում կանչում հարցում եք երեխա ունի տալիս եք։ Ինձ։ Վաճառում եք, հա։ Հա, նայում եք ով ունի երեխա, վաճառում եք իրան։ Այո։ Մենակ ես եք դուք անում։ Մենակ սա է վաճառում, բայց բոլորն էլ կարակ համտեսանել, որը սա ավելի կով հաթաթատ ակցանա, թամիլ է։ Այս տարի մեզ համար իրական բացահայտում էր Պուրթան գյուղը, որի չնաշխարհիկ բնությունը գրավեց ոչ միայն սիրտը, այլև հոգիս։ Իսկ քաղցրարյուն բնակիչներն էլ ավելի ջերմացրեցին ինձ։ Կարճ ասած, Պուրթան գյուղը դարձավ ինձ համար Հայաստանի դրախտային անկյուններից մեկը։ Ժամանակավոր դուրս եմ եկել հետաքրքիր, ուրիշ տեղ չեմ կարող։ Ուրիշ տեղ չեք կարող, այսինքն ուրիշ երկիր եք գնացել եկել։ Հա, ուրիշ երկիր եմ գնացել։ Արավոտը սարերում Սարերն ասին բարե Այստեղ չեն ծախում խանութներում։ Խուրմա։ Հա։ Դժվար։ Կարող էլ չգիտեմ։ Մենք ոչ խանութ են գնել, ոչ դուս են գալի գեղամեջ։ Տարբերվող, յուրահատուկ, հետաքրքիր մշակույթով հարուստ քաղաք։ Համեղ միրգն անպակաս, արևի շողն էլ անսահման ջերմացնող։ Բարի գալուստ Մեղրի։ Լավ է, ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա ու պարզ է, երկինքը պարզ է, այո, ծածկի երկինքը պարզ է, կգա մի օր։ Սիսյանին ուղղակի բարակը։ Բարակ։ Հա, որովհետև Հաստնա լավը թե բարակը։ Հաստը։ Լայն երկու մատի հաստության։ Երկու մատի հաստ։ Ոնց որ Շուշանը բարակը լինի, թե նեն հաստը։ Հասկացա, խմեք ձեր սուրճը, խմեք։ Լույսերը, անջատեք, մատորը կնստի։ Մատորը չի նստի, ինչն էր նստում լույսերից։ Ինչ որ մի բան նստում էր, ինչն էր նստում ժոր։ Ակումուլյատորը։ Ակումուլյատորը ճիշտ է։
այս տարվա մեր վերջին ուղղությունը զանգակատունն էր։ Պոեզիայով ավարտեցինք մեր այս տարվա ճանապարհորդությունները, հիանալով մեր չնաշխարհիկ հայրենիքով։ Ջահելները ստեղ չեն։ Հա, Երևանում են ապրում, Արտաշատում են ապրում։ հա։ Լավ, իրար հետ հանգիստ կմնանք։ Խժպժ չլինի, էլի տունը։ Լավ է, ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա ու պարզ է, երկինքը պարզ է, այո, ծածկի երկինքը պարզ է։ Սիրելիներս, ահա այսպիսի գեղեցիկ տարի ունեցանք լի արկածներով։ Իհարկե, նախորդ տարիների համեմատ ավելի քիչ էին մեր հաղորդումները, բայց ամեն հանդիպում, ամեն գյուղ ու քաղաք ինձ համար իսկական վայելք էր։ Կարծում եմ գալիք տարում մեր բացը կլրացնենք ու կունենանք այնպիսի գործընկերներ, ովքեր կկիսեն մեր նպատակը եւ կաջակցեն ավելի շատ հաղորդումներ ստեղծելու համար։ Գործընկերներ ասեցի, հիշեցի։ Հատուկ շնորհակալություն մեր այս տարվա գործընկերներին՝ Սպարապետ Արմսին, Կյոնու գեղեցկության սրահին, Ֆրութելա ընկերությանը եւ Ջրաշխարհին։ Իսկ հիմա, սիրելիներս, նվերների պահն է։ Գիտեք, ուզում եմ հետաքրքիր ձևով մատուցել։ Գիտեք ինչ եմ արել։ Ուրեմն ընտրել եմ 5 հոգու այն հետևորդներից, ովքեր այս տարվա ընթացքում ամենաակտիվն են եղել։ Իսկ թե ովքեր են այդ հետևորդները, ովքեր կստանան կողմից նվեր, կիմանանք քիչ անց։ Այդ հարցում ինձ կօգնի մեր հաղորդման պրոդյուսեր Արմանը եւ մասնագիտությամբ իլյուզիոնիստ, ով կախարդանքով ցույց կտա այս տարվա մեր ընտրյալներին։ Ժողովուրդ ջան, ինչպես քիչ առաջ նշեցի, այժմ ընտրելու ենք այս տարվա ամենաակտիվ հետևորդներից 5-ին եւ հանձնելու ենք նվերներ։ Ողջույն Արման։ Ողջույն։ Լավ ես։ Լավ, դու ինչպես ես։ Լավ։ Դե ինչ սկսենք։ Սկսենք։ Մեզ Ժորժ ջան կախարդական երեկո է սպասվում։ Դե, քեզ տեսնեմ։ Ինչ ենք անում։ Շատ լավ։ Քանի որ դու արդեն ընտրել ես քո 5 հետևորդներին, ում որ պատրաստում ես ուղարկես, չգիտեմ, ինչ, դա կստանան երևի հետո նոր բարձ կլինի, կկիսվեն իրենց կարծիքներով նվերի հետ կապված, իսկ հիմա անունները կփորձենք ընտրել կախարդական տարբերակով, քանի որ քո հաղորդման մեջ հիմնականում ձուն եւ հավը ակտուալ թեմա է, անդադ ձուն գործածվում է, տարբեր ձուն, այո, ձուն։ Ես ընտրել եմ հնարքը ձվով եւ հավով։ Այստեղ արդեն մեր հավը ածումը։ Ածելա։ 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 Տես, այստեղ ունեմ այսպիսի կապոց։ Ցույց տանք, որ հավը արդեն ածելա, ժողովուրդ ջան։ Այստեղ ունեմ կապոց, բաղկացած մոտավորապես 20 այսպիսի քարտերից, այո, որի մի կողմում նկարված է հավ, իսկ մյուս կողմում նկարված է ձու։ Այսպես ցուցադրեմ, հավ եւ ձու։ Ձուն ամբողջական տեսք ունի, իսկ հավը արդեն ինչ արել ձուն։ Ածելա։ Ածելա։ Որպեսզի դու չմտածես, որ ես փոխում եմ քարտերից ինչ որ մեկը մյուսով ու ժողովուրդը առավել եւս, ես կխնդրեմ, որպեսզի հավի մի անկյունում դնես քո ստորագրությունը կամ այնպիսի նշան, որ վստահ լինես ու ժողովուրդը եւս համոզվի, որ ես չունեմ նմանի կրկնօրինակը կամ կկարողանամ փոխել ընթացքում, հա։ Հասկացա։ Ստորագրի այստեղ, ինչ որտեղ, հա, որտեղ որ կցանկանաս։ Շատ լավ։ Ցուցադրենք։ Տեսեք Ժորժ ջան։ Տես, ինչ ունենք այստեղ։ Հավ, մի կողմում նկարված, մյուս կողմում ձու, որի վրա դրված է քո ստորագրությունը։ Սա վերցնենք, տնենք այստեղ։ Խնդրեմ այս մասում էլ ստորագրես, որպեսզի ավելի ամրապնդենք
այն կարծրատիպը, որը որ կարող է մտածել ժողովուրդը, հիմա համոզված ես, որ երկու կողմից թուղթը ստորագրված է, ես չեմ կարող իրեն փոփոխել մեկ այլ քարտով։ Իսկ իմ ձեռքում այլ քարտ է։ Այլ քարտ է, նորից հավ ու ամբողջական ձու։ Եթե ձուն գցենք հատակին, ինչ կլինի։ Կջարդվի, հա։ Իսկ եթե բռնցքով հարված ես ձույքին։ Ձույքին։ Այո։ Էլի կկոտրվի։ Նայած ոնց ես հարվածում։ Խնդրում եմ, փորձիր հարվածես։ Որտեղ ուզեմ։ Ձվին։ Հապ։ Շրջենք։ Խնդրում եմ ցուցադրիր։ Ձուն կոտրվեց։ Ձուն կոտրվեց, Ժողովուրդ ջան, եւ մենք տեսանք մեր առաջին հաղթողի անունը, Վաչե Հովսեփյան։ Դուք կստանաք մեր առաջին նվերը։ Պետք է մի քիչ ձգձգեի, մի անգամից ասեցի։ Ոչինչ։ Մյուսներին էլ կտանջենք։ Շարունակենք։ Հավկիտ կոտրել, հա։ Շարունակենք, Ժողովուրդ։ Քանի որ մասնակիցները 5-ն են, մեկը արդեն པարզ է, շարունակենք։ Այստեղ նորից ունենք հավ ու ունենք ձու։ Խնդրեմ նորից ստորագրես ու ես կարծում եմ նվերի հետ ում անունը որ դուրս կգա կարող ենք նաև այս ստորագրությամբ քո սա որպես հուշանվեր դրել նվերի հետ եւ ուղարկել քո հետևորդներին։ Հետո թանկով չծախեն։ Հետո իրանք թանկով կծախեն, հենց դու դառնաս ավելի հայտնի։ Հայտնի չեմ էլի։ Ստորագրությունը քո։ Ցույց տվեցիր, հա։ Ցույց տվեցի, վերջնենք։ Այսպես ստորագրի այս կողմից, մի կողմից, հավի կողմից, մյուս կողմից, ձվի կողմից։ Ես էլի ջարդեմ։ Ջարդի։ Շրջենք։ Վայ։ Ժողովուրդ ջան, մյուս մասնակցի անունը Վահան Հովանիսյան։ Իմ մյուս հասկանը Հովանիսյանը։ Շատ լավ։ Եթե ինչ Ժողովուրդ ջան։ Լավ։ Շնորհավորում ենք Վահան ջան, դուք նույնպես մեր ակտիվ հետևորդներից եք։ Դարիչ չարչարենք մեր հետևորդներին, արագ-արագ շարունակենք, անցնենք առաջ։ Ստորագրում չեմ։ Երրորդը։ Դա։ Հանեցինք։ Ցուցադրեմ, հա։ Հավ, քո ստորագրությամբ ու ձու։ Վերցնենք սա։ Այսպես, ստորագրի ես։ Արդեն ես գիտեմ, արագ-արագ կլինի ես կոտրեմ։ Ու ջարդված չլինի։ Շուտ։ Ծովիկ Մարգարյան։ Ծովիկ Մարգարյան։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում ենք մեր կողմից նվեր։ Այո։ Իմ սիրելի հետևորդներից։ Ծովիկ Մարգարյան, հա։ Ստորագրենք։ Եվս ցուցադրեմ, որ ունենք ձու Այստեղ ես ցուցադրի։ Ամբողջական հավ։ Հա։ Վերցնենք մեկը, սա։ Այ այսպես։ Այսել ես կոտրեմ թե դու։ Ես կկոտրեմ։ Հոպ։ Եվ այսպես միասին կարդանք Աստրիկ Մարգարյան։ Շնորհավորում ենք Աստրիկ ջան։ Մնաց մեկ հատ։ Վերջինը։ Շարունակենք։ Վերցնենք։ Այ այսպես։ Արի միասին կոտրենք։ Արի։ Հոպ։ Եվ կարդում ենք միասին։ Գոհար Մանվելյան։ Շնորհավորում ենք Ժողովուրդ ջան եւ շատ շնորհակալ ենք, որ այդքան ակտիվ եք, այդքան լավն եք։ Շնորհակալ ենք ի սրտե։ Քանի որ մասնակիցները 5-ն էին, հա, մյուս հավերը կարող ենք օգտագործել, բայց անուն դուրս չգա։ Կուզես փորձենք մեկը, որպեսզի համոզվես։ Ու հետևորդները եւս համոզվեն։ Տեսեք, ունենք հավ ու ունենք ձու։ Կուզես ստորագրես, թե ոչ։ Հա։ Ուղղակի ինձ համար է։ Սա քեզ համար դուրս չգա, կարծում եմ, հա։ Վերցնենք։ Այսպես։ Բարև։ Փորձ կոտրես։ Դες ձուն կոտրվեց, բայց անուն չկա։ Վերջ։ Մասնակիցները 5-ն էին, իսկ մենք շարունակենք։
Սիրելիներս, մենք շարունակում ենք մեր այս գեղեցիկ երեկոն եւ շարունակում ենք ձեզ զարմացնել։ Ինչ ենք անելու հիմա։ Տես, քանի որ ի սկզբանե հնարքները հավկիթներով էին, այս անգամ եւս փորձեցի ընտրել հավկիթով հնարք, բայց ի տարբերություն առաջին հնարքի, սրանք իսկական հավկիթներ են, ոչ թե նկարած։ Կարող ես ստուգել։ Այո, տխտխկում է։ Ժանրը, որը որ ուզում եմ ցուցադրել հնարքը, աշխարհական արվեստաձևում կոչվում է մենթալ ժանր։ Ինչ է մենթալ ժանրը։ Դա մտքերի փոխանակում, մտքեր կարդալ, գուշակում, կանխագուշակում, այսպիսի ժանր է հոգեբանական։ Այս պարագայում ես ունեմ կանխագուշակում, եթե ամեն ինչ գնա հարթ ու իմ ուզածին պես, այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչ կանխագուշակման մասն է խոսքը։ Իսկ հիմա սկսենք։ Սկսենք, հետաքրքիր է։ Ուզում եմ ցուցադրել, որ այստեղ ունեմ հավկիթներ, 6 հատն են ու քեզ տալ ընտրության հնարավորություն։ 3-ը քեզնից աջ են գտնվում, 3-ը քեզնից ձախ են գտնվում։ Աջ կողմինն ես ընտրում, թե ձախ կողմինը։ Աջ կողմինը։ Աջ կողմինը։ Տալիս եմ քեզ ընտրության հնարավորություն։ Եթե ուզում ես, փոխի, եթե չէ, թողնում ենք աջ կողմինը։ Թողնենք աջ կողմինը։ Թողնում ենք աջ կողմինը։ Ուզում եմ, որպեսզի բացառապես լինի քո ընտրությամբ ու ես քեզ չստիպեմ ոչ մի կերպ ընտրել այն հավկիթը, որը որ ես եմ ցանկանում։ Չստիպել։ Չեմ ստիպել։ Ամեն ինչ ազնիվ է։ Դե այդ դեպքում վերցնենք աջ կողմի հավկիթները։ Ահա։ 1։ Ես վերցնում։ Ես ոչ մի բան չեմ անում։ Ոչ։ Եվ ջարդենք։ Որպեսզի ժողովուրդը եւս համոզվի, որ այստեղ իսկական հավկիթներ են։ Երկրորդը։ Այ այսպես։ Օգնեմ քեզ։ Խնդրեմ։ Երրորդը։ Վայ։ Ափսոսա, թափելու ենք։ Վերջում ձվածեղ կանենք։ Դուրնից։ Հաբա ինչ։ Այստեղ մնաց 3 հավկիթ։ Խնդրում եմ մեկը, որը որ քո 6-րդ զգայանը քեզ կհուշի, բացառապես շարժվի այդպես։ Գնա 6-րդ զգայարանը, թե ինչպես քեզ կհուշի։ Ընտրի մեկը, ասա, մատով ուղակի ցույց տուր։ Աչքերս փակեմ։ Չէ, ուղակի մատով ցույց տուր։ Այսպես, որն ես ուզում։ Սա։ Հա։ Համոզված ես։ Հա։ Շատ լավ։ Սա։ Հա։ Վերջնենք։ Այ այսպես։ Հո։ Վայ, ինչ լավ է ճաքում։ Տեսնում ենք, որ ներսում իսկական ձու է։ Ձու է։ Իսկական ձու։ Մնաց 2 ձու։ Հա։ Այստեղ ունեմ բաժակներ, վերցրու 1, վերցրու 2։ Մի փոքր ներքև պայի ու ուղիղ։ Մի հավկիթը դրենք այստեղ։ Մյուս հավկիթը դրենք այստեղ։ Պահիր դեպի ինձ։ Պահիր դեպի ինձ։ Որ բաժակն ես ընտրում։ Սա, թե սա։ 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 Դա քո վերջնական պատասխանն է։ Հա։ Հա։ Ինչ եմ վախենում, չգիտեմ, ոդ բաներ չմտածեմ, մտքերս կարդաց։ Վերջնենք։ Համոզված ես։ Հա։ Ու կոտրենք։ Վայ։ Այսինքն ինչ ստացանք, այն հավկիթները, որը որ ընտրեցիր, կոտրեցինք, որը որ ուզեցիր, թողեցինք, վերջում մնաց։ Ամեն ինչ ազնիվ էր։ Ազնիվ էր։ Ամեն ինչ թափանցիկ էր։ Հա։ Բացառապես քո ընտրությունն էր։ Ես քեզ չեմ ստիպել ոչ մի հարցում։ Խնդրում եմ հավկիթը վերցնեմ։ Այս հարցում ամեն դեպքում չէ։ Բաժակը դիր սեղանին։ Կան հարցեր, որ Պահի։ Կարծում եմ ամեն ինչ բարեհաջող է։ Կոտրենք։ Ցուցադրեմ, որ ձեռքերում ես ոչինչ չկա։ Տակից պահի։
Կամուսնաս իմ հետ։ Կորացես ես խեստաչել։ Այո։ Ապրես։ Ինչ ասես, ինչ պետք է ասես։ Այստեղ։ Շատ սիրուն։ Այստեղ կարա կանջատեք։ Ժամանակն է, որպեսզի ծանոթանաք մեր խմբի անդամների հետ, ովքեր ուզում են իրենց շնորհավորանքը ուղղել ձեզ, որից հետո ես կվերադառնամ։ Ուզում եմ շնորհավորել բոլոր լավ մարդկանց, խելացի մարդկանց, սիրով լի մարդկանց, կամեցող մարդկանց, նոր դե լավ են, վատ մարդկանց, նոր տարին էլ շնորհավոր։ 2026-ը թող լինի առողջության, հաջողության եւ խաղաղության տարի։ Բոլորս լսենք միայն բարին։ Շնորհավոր 2026 թվական։ Մաղթանքս է, որ 2026-ը ավելի լավը լինի, քան 2025-ն էր։ Եվ բոլոր առումներով, եւ հաջողության, եւ երջանկության, եւ անվտանգության։ Իսկ դիտաշին նորանոր արկածներ։ Շնորհավոր ամանոր։ Սիրելիներս, թող ձեր թարտիչները լինեն երկար, խնդիրները կարճ, ստրեսները քիչ, հայլայթը շատ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Թող ձեր կյանքի գիծն անցնի հենց այն ուղով, որն ամենամոտն է ձեր սրտին։ Սրտան շնորհավորում եմ բոլորիդ ամանորը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր արկածներին ու ճանապարհորդություններին։ Թող այս տարին լինի ավելի բարի, լուսավոր ու լի նոր հնարավորություններով, որոնք մեզ թույլ կտան ստեղծագործել ու ավելի շատ գեղեցիկ պահեր պարգևել ձեզ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Իմ սիրելի, հարազատ եւ թանկագին մարդիկ, ի սրտե շնորհավորում եմ ձեր ամանորը, ցանկանում եմ, որպեսզի ձեր սրտերում եւ ձեր տներում տիրի խաղաղություն եւ ջերմություն։ Ես շատ ուրախանում եմ, որ կարողանում ենք օգնել դրսում ապրող մեր հայրենակիցներին, որպեսզի մեր հաղորդման միջոցով գոնե մի փոքր կարոտն առնեն հայրենիքից, զգան մեր հայրենիքի շունչը, տեսնեն բարի ջեր մարդկանց, տեսնեն իրենց հարազատ թաղամասերը, որտեղ մեծացել են գուցե եւ այս պահին այնտեղ չեն գտնվում։ Շնորհավորում եմ սիրելիներս եւս մեկ անգամ, թող այս տարին մեզ բոլորիս միավորի, ուշ տա ավելի առաջ գնալու, որպեսզի արժանի լինենք մեր տանն ու մեր հայրենիքին։ Շնորհավորում եմ։ Շնորհավոր 2026 թվական։ Բրավո։